Փառք Աստծո։ Դեր իրապես մեզ արժանացուց երկինքի մեջ բնագող սուրբերուն վիճակին մասնագից ըլլալու։ Ապաշխարությամբ Տերոջը եկանք։ Փառաբանությամբ եւ երկրվակությամբ մեր Աստվածը օրհնեցինք, որովհետեւ ինքը արժանի է։ Ետքը ինչ։ Գխորին որ այս պիտի լա մեր այսօրվան պատկամը։ Թարգմանչած հոգի ու կյանք եղբայրը մեզի պիտի ցուցադրե Աստուծո սրբազան խոսքեն պիտի գարտամ երկրորդ Կորինթացիս 3-րդ գլխուն առաջին 8 համարները Եթե սուրբ գիրքի մեջ 10 գլուխներ կան ինձի համար որոնք շատ սիրելի են շատ սրդիս կխոսին չեմ ուզեր որ մտքես վրիբի անոնցմե մեկը այս հատվածն է երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ առաջին 8 համարները ուշադրությամբ հետևենք անուն հոր եւ որդվո եւ օգվին սրբո ամեն Սկսենք նորեն ինքնինքնից կովել գամ թե ոմանց պես պետք է մեզի հանձնարարության թուղթեր ցեզի կամ ցեզմե բայց մեր թուղթը թուգեք մեր սրդերու մեջ քրված ջանցված ու գարտացված ամեն մարդ է հայտնի ըլլալով որ դուք Քրիստոսին թուղթն եք մեր սպասավորությունով ոչ թե մելանով քրված հաբագենտանի Աստուծո հոգիով ոչ թե քարեղեն տախտակներուն վրա հաբասրդի մարնեղեն տախտակներուն վրա մենք վստահություն ունենք Աստուծո վրա Քրիստոսի ցերկով ոչ թե մենք ինքն իրեններս բավական ենք բամը խորելու որպես թե մեզմե Հաբա մեր կարողությունը Աստուծմե է, որ մեզ հարմարցուց նոր գդագարանին պաշտոնյաները ըլլալու, ոչ թե քիրին, հաբա հոգին, վասնզի քիրը գսպանն է, բայց հոգին գաբրեցն է։ Իսկ եթե քարերու վրա քրո փորված մահվան օրենքը այնքան փառավոր եղավ, որ Իսրայելի որդիները չէին գրնար Մովսեսի երեսին նայել, անոր երեսին բայձարությանը համար, որ պիտի խափանվեր, ուրեմն հոգին օրենքը որքան ավելի փառավոր պիտի ըլլա։ Ամեն, ամեն։ Դեր օրհնե իր խոսքը եւ իր խոսքին քարոզությունը։ Այսօր արաբոտյան մեր եկեղեցիները ամբողջ աշխարհի վրա ոգեգոչեցին սրբոց թարգմանչած վարդապետներուն աշխատանքը։ Բոլորիս ծանոթ է մեր մանկութենեն, մեր դպրոցներում մեջ լսած ենք, սորված ենք այս իրողությունը եւ թեփքը, որ մենք ճուկով գտնենք մեր հայոց պատմության եւ մեր եկեղեցու մեջ։ Աստվածաշունչի հայերեն լեզվի թարգմանությունը Հայ սուրբ քրոց վարդապետները այդ օրվան անհրաժեշտ գարիկը լեցնելով իրակորձեցին հունարեն եւ ասորերեն բնակրով ավելի ճիշտ հունարեն բնակրով եւ ասորենի թարգմանված Աստվածաշունչը թարգմանել քրափար հայերենի Աստվածաշունչի թարգմանության երեխայերի կորձը, այսինքն առաջին բդուղը հրյա սուրբ քրոց վարդապետները եւ հրյա ժողովուրդը իրենց 70 տարվա գերութենեն, Փափելոնեն, գրգին անգամ Երուսաղեն վերադարձան, հոն նկատի արին թե արդեն Երուսաղեմը եւ Հրյաստանը բավականին բարբված էր իրեն ժողովուրդեն Եվ մենք քաղուտը քաղտած էին թեպի Եգիպտոս, ասի Երեմիայի մեջ լավ տեսանք։ Եվ ոն Աղեքսանդրիայի մեջ կար հրյական մենց համայնքը, որ օրին վտանգված էին գործընծնելու իրենց հրյական գրոնքը եւ լեզուն։ Հետևաբար սուրբ քիրքերը 5 ուխտը թարգմանեցին հունարենի որբեսի հրյա ժողովուրդը առնվազն հունարենով գարտա եւ ջանչնա Աստուծո խոսքը
Այս թարգմանությունը դեղի ունեցավ 72 վարդապետներու միջոցով, որ հանրազանոթ է 70-ից թարգմանություն։ Հիմա անոնք, որոնք Սուրբ Գիրքի սերտողություն գնեն եւ անոնք, որոնք քարոզ կպատրաստեն կամ Սուրբ Գիրքի հմուտ են, հաճախ պիտի անդրադառնաք եւ պիտի լսեք 70-ից թարգմանություն։ Ինչ է այս թարգմանությունը? Առաջին անգամ ըլլալով եբրայերեն 5 ուխտը Սուրբ Գիրքերը թարգմանվեցավ հունարենի։ Եվ մեր գրաբար թարգմանությունը աս 70-ից թարգմանութենեն թարգմանվեցավ, որ 72 վարդապետներու միջոցով էր։ Ասի որպես տեղեկություն հիմնական թարգմանության մասին։ Նաև երբ հրյա վարդապետները, 5 ուխտը գիրքերը հունարենի թարգմանեցին, այս աշխատանքին գողմնագի թրական աստեցությունը եւ բդուղը եղավ, որ Քրիստոսի առաջ հունական քրագանությամբ սպաղող, գրոնքներ սերդող, ճշմարիտ աստվածպաշտությամբ փապակ ունեցող ժողովուրդները գարենային գարտալ 5 ուխտը։ Անորամար մենք կտեսնենք Աստծո խոսքի մեջ հեթանոսութեն եկած հավատացյալներ, որոնք Հիսուսը փնտրեցին, Գորնիլիոսի վես մարդիկ։ Ասոնք եբրայերենը չէին գիտեր, բայց որովհետև հունարեն 5 ուխտերը կար, այդ մեկը օգնեց, որպեսզի իրենք Աստվածաշունչը գարտան եւ Աստուծո մոտենան։ Եվ Սուրբ Քրոս թարգմանության կորձը հարաճիգա, այսինքն անցնող դարիներու ընթացքին այդ օրեն սկսյալ բոլոր Սուրբ Քրոս ուսուցիչներուն քաչալեր հանդիսացավ, որպեսզի անոնք թարգմանեն Աստվածաշունչը զանազան լեզուներով։ Եթե աշխարհի վրա գա գիրքը, որ արաբերակուն չափով լեզուներով թարգմանված է Աստվածաշունչն է, եւ այս գործողությունը մինչև օրս գշարունակվի։ Երբեք բարձ եւ երբեք թյուրին աշխատանք մը չէ, բայց Աստված հadoop կերպով կպատրաստի անձեր, որոնք այս գործը գյուրացնեն։ Հայոց բաղմության մեջ Սրբոց թարգմանչած աշխատանքը սիրելիներ հրաշալիք մնե։ Թերևս մենք մեր պատմական կամ թե մեր մայրենի հողերում վրա աշխարհի ներկայացնելիք ջարդարարվեստով եթե հրաշալիք մը չունենք, բայց մենք ըստույք գիտենք, որ մենք հրաշալիք մը ունենք մեր գրաբար թարգմանությունը, որ կգոչվի Թագուհի թարգմանության։ Մենք օրհնությունը եւ բադիվ է հայ ազգի զավակներուն համար ունենալ Աստվածաշունչը հայերեն լեզվով։ Փառք է, բադիվ է։ Եվ այս պատճառով իսկ կդոնենք փառավոր շուկով։ Այսօր ես թարգմանչացի պատմականը պիտի չի ներկայացնեմ։ Ոչ ալ պիտի փորձեմ անցյալով բարձենալ։ Այլ պիտի փորձեմ երթալ մինչև 435 թվական 5-րդ դար բահմը պիտի ապրինք մեր հայ վարդապետներուն զգացումներով եւ ապա պիտի փորձեմ 5-րդ դարը բերել 21-րդ դարու այսօրվա եւ մեզի որբեսի մենք զգացումները ավելի ապրինք Աստուծո խոսքը հոգիով եւ ճշմարտությամբ։ Թարգմանչացի երկու երեսներուն պիտի անդրադառնամ այսօր։ Առաջին թարգմանչացի ենթահողը եւ երկրորդ թարգմանչացի հոգին։ Առաջին կետը, որ գուզեմ վեր առնել որպես այսօրվա խորհրդածության նյութ, թարգմանչացի ենթահողը։ Տեսեք սիրելիներ, Աստուծո գամքին, Աստուծո խոսքին եւ Աստուծո ծրագիրներուն գրնանք ծանոթանալ եւ ճանչնալ Աստվածաշունչին միջոցով։ Մեր Աստվածը ինքզինք չէ բահած, բայց եթե դու գուզես զինք փնտրել, երթալու ես իր խոսքին։ Աստուծո խոսքին միջոցով Աստուծո խոսքը գարտալով եւ բահելով սիրելիներ մենք կհասնենք Աստուծո ներկայության։ Հեսվա առաջին գլխուն 8-րդ համարի մեջ Աստված Հեսուի գբադվիր է։ Հաջախ կանտրատարնակ, որ այս համարը կարոզներուս մեջ կոց կսեմ։ Այս օրենքներու գիրքը
քու բերնետ չիզադվի։ Հավաքիշեր ծորեք անոր վրա մտածես, որբեսի բոլոր անոր մեջը քրվածները բահես ու գադարես, քանզի այն ադեն հարաճ կերտաս եւ քու կորձերուդ հաջողություն կգտնես։ Այն ամենքը, որոնք Աստուծո խոսքը գսորվին լսելով, անոնք ենթագա են Աստուծո խոսքը մոռնալու եւ գամ անոր ըստլկությունը գործընծնելու։ Թերևս ձեզ մեջ քիչեր հանդիպած են, որ ես երբեմն գարկնը սուբ գրային արաբերեն լեզվով համարներ կոց սկսեմ։ Որովհետև զինվորությանը շրջանին եւ գերտայի արաբերեն լեզվով եկեղեցի հոն համարները լսելով կոց սորվեցա։ Բայց ժամանակի ընթացքին հայերեն կարոզելով անոնք սկսա բահմը մոռնալ, որովհետև լսելով սորված է։ Բայց եթե մենք ունենանք քրավոր Աստվածաշունչը, ոչ կմոռնանք եւ ոչ ալ անոր ըստլկությունը կգործընծնենք։ Եվ Աստված Մովսեսի գբադվիրե, որ Աստուծո իր խոսքին բոլոր բադվիրանները քրի առնե։ Եվ թարգմանչած այս պատկամը կպատրաստեի արջևս նոր իրականությունը բացվեցավ, որը երբեք անդրադարձած չէ։ Մենք գիտենք Մովսեսի ծառայությունը 40 տարի անաբադի մեջ եւ Աստուծո ժողովուրդը Եգիպտոսեն Կանանու երկիրը առաջնորդեց։ Հանգարց անդրադարձա, որ Մովսես իր այդ ծառայության գողքին նաեւ Աստուծմե արած իր հայտնությունները, ըլլա դաջարին շինարարությունը, անոր վարակույրը եւ այլն, եւ իր բադվերները ցերակիր անաբադին մեջը քրի արած էր։ Եվ երբ իր ծառան Հեսու ստանցնեց Աստուծո ժողովրդին առաջնորդությունը, Աստուծո բադվերը եկավ Հեսուին։ Այս օրենքներու գիրքը, այսինքն հնկամադյանը միայն Կուպերնետ չիզադվի, որբեսի անոր բոլոր մեջը քրվածները, ով քրեց անոնք, ու Հեսուին հայտնեց, Մովսես։ Այսպես, սիրելիներ, քրավոր գիրքը խոսքին ըստլկությունը գբահե, եւ ապահով ցևով զայն գփոխանցե հաջորդ սերունդներուն։ Այս ճշմարտության լավ անդրադառնալու են։ Եվ Աստուծո թագավորության մեջ սուրբ քրոց վարդապետները եւ թբիրները, երբ որ մենք հին ուխտի մեջ կգարտանք թբիր, չհասկանանք այսօրվա եկեղեցվա մեջ չաբիկ հագնողներու բարդականությունը, ոչ, այլ Աստուծո խոսքը քրակրողները, Աստուծո թագավորության մեջ սուրբ քրոց եւ վարդապետները եւ թբիրները իրենց յուրահատուկ բաժինը ունին Աստուծո թագավորության դարածման։ Մենք աշխատանք կտանենք։ Հետևաբար Ավետարանը Հայաստան աշխարհ հասավ սիրելիներ հունարեն եւ ասորերեն լեզվով։ Օրին բոլոր հայերը հմուտ չէին հայերեն լեզվի։ Աստվածաշունչի հայերեն լեզվի թարգմանությամբ Հայաստան աշխարհի մեջ ավետարանը պիտի ուսուցանվեր եւ դարածվեր եւ ճշմարտության ըստլկությունը պիտի բահվեր հայերեն լեզվով։ Այս էր ենթահողը դեսիլքը մեր կրոց սուրբ կրոց վարդապետներուն։ Մի քանի բաներ իշենք։ Հայ սուրբ կրոց վարդապետները սև աշխատանք տապեցին, որբեսի իրականացնեն Աստվածաշունչի թարգմանությունը։ Այսօր աշխարհ այսքան զարգացած է եւ այսքան հարուստ է եւ այսքան կարելիություններ ունի տեխնոլոգիայի մեջ։ Օրը սուրբ քրոց վարդապետի հանդիպեցա, արջևը 3 կոմպյուտեր տրած է։ Ինչ էսի, մեկ կոմպյուտերը եւ քեյսը քու գիտություններդ բահելու եւ բրբդելու քեզի չի պավեր, ոչ էսա։ Այսօր որ աշխարհ այսքան հարաճացած է, երբ որ սուրբ քրոց ընկերության ասես նոր լեզու մգա, որոնց համար գուզենք Աստվածաշունչը թարգմանել, ասենք մահմը երեսիդ գնայի, քեզի գսե ամեն, բայց գսե տուն գիտես աս ինչ գործ է, օրինակներ դամ, այդ
այդքան որ դժվար է։ Հայ վարդապետները նախ պետք էր գադարելապես յուրացուցած ըլլային առնվազն երկու լեզուները, հունարենը եւ հայերենը, չէ՞։ Այսօր մենք հայ ծնած ենք, հայկական դպրոց կերտանք, Աստվածաշունչի մեջ բարեր գարտանք, ցավոք սրտի մեծամասնությունը դա գավին անոր իմաստը չգիտեր թե ինչ ասել է։ Որտեւ առօրյայի մեջ չեն կործած, ձեր մասնակիտական բարեր են եւ բարարանի գտիմենք։ Բայց սուրբ քրոց վարդապետները պետք էր յուրացուցած լայն երկու լեզուները։ Երկրորդ, անոնք մոմի լույսին դակ թարգմանեցին Աստուծո խոսքը ցերակիր քրությամբ։ Այսօր մենք մոմի լույսը կհասկանանք, չէ՞։ Եվ կսպասենք, որպեսզի էլեկտրականությունը կա եւ վերջը սուրբ գիրքը գարտանք։ Ոչ թե որ միայն անոնք գարտացին, այլ ցերակիր թարգմանեցին։ Անոնք պաշտպանեցին եւ հսկեցին գիրքերուն, որ այդ աշխատանքը չգործվի։ Գիտեք, ցերակիր աշխատանքը որքան արժեքավոր է, որքան ինչպես կբահվին անոնք։ Անոնք կարիք ունեին մեկ ավելի ցերակիրներ պատրաստելու, որպեսզի լրիվ Հայաստան աշխարհը զուրկ չմնա Աստվածաշունչեն։ Երբ որ ես փոքր էի, գիշեմ, օրը ավանապար մայրս էր պատմեց, թե 5-րդ դարու մեջ, երբ որ մեծահարուստ մեկը ուզեր Աստվածաշունչը իր դունը դանել եւ գարտալ, ժողովրդին ցերկը Աստվածաշունչ չգար եւ այդ մեկը քրավոր էր, եկեղեցի պիտի գար եւ վարդապետին ասեր ինձ Աստվածաշունչեն քիրք մդուր, մակաղատ մդուր, որբեսի դուն դանիմ։ Գսեր գիշերքին նժարին, երկրորդ նժարին մեջ ինչ պիտի տնես, որքան ոսկի պիտի տնես, որքան կոհարեղեմ, ինչու, որբեսի քիրքը ետ կա։ Այդքան արժեք ուներ, պետք էր անիկա բահվեր, եւ եթե մեկը պիտի գարտար, անոր արժեքը պետք էր գիտնար։ Օրհնյալը լա մեր սուրբ քրոց վարդապետներուն հիշադակը եւ աշխատանքը, որոնք մեզի թարգմանեցին Աստուծո խոսքը։ Քիչ արագ կանցնեմ, որպեսզի պատմականին վրա չձանրանամ։ Իսկ մենք, սիրելիներ, 21-րդ դարուս հավատացյալները 5-րդ դարու վարդապետներուն նվիրումը եւ հավատքը ու սերը ունենք Աստուծո խոսքին հանդեպ, որոնք սև աշխատանք տանելով կգարտային եւ կթարգմանեին Աստուծո խոսքը։ Ներկայիս մենք ջերմակ աշխատանք կտապենք Աստուծո խոսքը գարտալու։ Սև աշխատանքը սիրելիներ ծանր աշխատանքն է, դաժանագիր աշխատանքն է։ Իսկ ջերմակ աշխատանքը, որտուն ամեն կարելիություն ունիս, բայց ի կորց կտնես, եթե մենք ներկայիս Աստուծո խոսքին աշակերտ չենք, մեր վարդապետները, մեր վարդապետ հայրերը մեզ հանդիմանելով պիտի խնդրեն, որ մենք դարձյալ ապաշխարենք եւ ամեն օր աշակերտվենք Աստուծո խոսքով։ Մի քանի բաներ ասեմ Աստուծո խոսքին մասին։ Աստուծո խոսքը սիրելիներ հաց է, որ մենք ուտելու ենք։ Թարերը իվեր մարդկությունը հաց կպատրաստե։ Եվ դուք անդրադարձած եք, որ մենք ամեն օր հաց կուտենք, մանավանդ միջին արևելքի մեջ։ Ինձ օրը անգլիացիմը ասավ, թե Հալեբի մեջ սանդուիչ կա։ Գզարմանը չէ։ Որտեղ ինքը Մալեզիա կացած է, եւ Մալեզիայի մեջ պրինց կկործած են։ Ցավար չի գա, ծորեն չի գա, որբեսի գաղան ալյուր հանեն եւ սանդուիչ ունեն։ Հոնեսավ ամեն ինչ պրինցով է։ Դուք ասավ սանդուիչ սոմոն ունիք, սվենգեն կորունինք։ Մեր երկիրներում մեջ անիկա ասված մեզի արադաբես օրհնությամբ տված է, բայց մենք ամեն օր գուտենք եւ օրը 3 անգամ գուտենք եւ ամեն օր թարմ հաց կփնտրենք եւ չենք ցանցրանար։ Ամեն օր միս գեր կցանցրանաս։ Ճիշտ է, բայց ամեն օր հաց գեր չես ցանցրանար։ Եվ դարձյալ գսեմ այս օրերուն անցնող շաբաթները մի քանի օր փուրերը կոծվեցավ։ Ինչ զգացինք։ Տակնապ։ Աստուծո խոսքը հաց է։ Թարերը իվեր մարդիկ կարիք ունին, այսօր մենք անոր կարիք ունին եւ օրը մեկ անգամ, մեկ ավելի կարիք ունենք, որովհետեւ ադիգա անհրաժեշտ է։ Հիսուսը սա մարդ միան հացով չաբրիր,
այլ ամեն Աստուծո այն բոլոր խոսքերով որ Աստուծո բերն ընկել է։ Սիրելիներ, Աստուծո խոսքը դաջար է, որում մեջ բնագելով Աստուծո ներկայությամբ կապրինք։ Մենք Աստուծո ներկայությունը կփնտրենք, չէ՞, ամեն օր սուրբ քիրքիդ եկուր եւ գահանտիվիս։ Աստուծո խոսքը ամուր փերտ է, որում մեջ աբահով գաբաստանինք մարդոց լեզվի դավաճանությունները։ Աստուծո խոսքը բահողը հերու կմնա մարդոց լեզվի դավաճանությունները։ Խոսքը կբահե իրեն։ Խոսքին գիրարգումը։ Աստուծո խոսքը հոգին սուրն է, որով չարին թեմ կպատերազմենք։ Գրնանք չարը ջանչնալ Աստուծո խոսքով։ Աստուծո խոսքը սիրելիներ մարգագետին է, թրախտ է։ Արաբերեն լեզվի մեջ կսե ռաուտա։ Բարդեզեմը ավելի է։ Գանանչ մարգագետինեմը ավելի է, ուր գմտնես թրախտավայր, եթե կարելի է ասել, որում մեջ կհանգստանանք եւ խաղաղություն կգտնենք։ Երբեք փորձած ես քո դակտապներուդ մեջ կալ Աստուծո խոսքը գարտալ։ Գվստահեցնե ոչ թե ես Աստուծո խոսքը, որ ինքն քեզի խաղաղություն կտա։ Աստուծո խոսքը լույս է, որ քեզ խավարեն եւ մեղքեն կբահե ու քեզ գարաշնորհե անփասիր ապրելու փրկիչ նման։ Աստուծո խոսքը իմաստություն կտա կյանքի բոլոր հարցերուն մեջ։ Աստուծո խոսքը հավատացյալին հարստությունն է, տրամակլուխն է, որ ոչ կսնանգանա եւ ոչ կժանքոդի, այլ կմնա զորեղ իսկական հարստություն։ Աստուծո խոսքը մեր երջանիկ հույսն է, որ մեզ ամոթով չի ցկեր, որ մեզ գարաշնորհե Աստուծո եւ Աստուծո խոսքը գսե անոր նայեցան եւ իրենց երեսները լույս արին ու չամտցան։ Ամեն։ Բամը փորձեցինք տեսնել թարգմանչացի ենթահողը մեր վարդապետներուն վիճակը եւ միտքը, որ թարգմանեցին Աստուծո խոսքը եւ երկրորդ եւ վերջին կետը, որ գուզեմ վեր առնել, թարգմանչած հոգին։ Ինչ է թարգմանչած թարգմանության Աստուծո խոսքին հոգին, որ մենք այսօր անիգա լավաբեջ ճանչնալով ապրելու ենք։ Տեսեք սիրելիներ, Հիսուսի փրկարար շնորհքը եւ ճշմարտության խոսքը ճաշակող եւ ապրող հավատացյալը։ Եթե հավատացյալը իսկապես փրկությունը ճաշակեց, գվայելե, գաբրի, ճշմարտության խոսքի մեջ գքալե, այս հավատացյալը անպայման իր ստացած շնորհքը եւ օրհնությունը ուրիշներու փոխանցելու աշխատանքին եւ զոհողության մեջ կլա։ Ասիկա սուբկրային ճշմարտություն է։ Նամանավանդ Սոլոմոն իմաստուն գսե որոքող անձը պիտի որոքվի։ Աստուծո խոսքը այնքանցն է, որ դու երբ կփայժնես, կփազմանա։ Պետք չէ բահվի։ Եվ իսկական հավատացյալը իր վայլած օրհնությունը ինչ կնե կփոխանցե։ Հայ սուբկրոս վարդապետներուն դեսիլքներ, որ ամբողջ Հայաստան աշխարհը Աստվածաշունչ մատյանը ճանչնար։ Քիչ առաջ կխոսեին քիրքը ունենալու մասին, հիմա կխոսին քիրքը ճանչնալու մասին, որովհետև մենք Աստուծո խոսքը ճանչնալով մենք գաբրինք Քրիստոսը։ Մենք գճաշակենք Հիսուս Քրիստոսը։ Մեր սուրբ քրոս վարդապետներուն նպատակը քրական վաստակ մշահիլ չէր, որ մենք հայոց պատմության մեջ ունենանք ոգեգոճման հիշատակի օրը, որ հոնգա քրական վաստակը, ատկե շատ ավելի ըլլալ էր, որ իրենք Հայաստանի հայությունը շահեին Հիսուս Քրիստոսի։ Մենք այսօր կխոսենք սիրելիներ հիմքի եւ արմատի մասին։ Երբ որ մենք ուզենք դիմացինը շահիլ Քրիստոսի, մենք պետք է որ դիմացինին ներկայացնենք Աստուծո խոսքը։ Եվ այդ խոսքը իրենց ընդունելի պետք է ըլլա։ Դուք գիտեք որ վերջերս Աստված մեր եղբայրակցության մեջ մեզի օրհնություն տված էր, որ մեր ծառայությունը ընդարձակվեցավ քյուրդերուն մեջ։
բավական տեսակ եւ վկայությունները լսեցիք։ Մեր եղբայրները երբ որ քրդերուն կացին, ոմանք կզարմանային եւ կհարցնեին, թե մենք քրդերեն գխոսենք, ասենք ոչ, մենք արաբերեն գխոսենք։ Ճիշտ թարգմանչած լոնի բանությունն է որ կգրտնվի։ Իրենք Աստուծո խոսքը գլսեն արաբերեն, իրենց մայրենի լեզուն ըլլալով քրդերենը։ Բայց հանգարց օրը անագնգալի հանդիպեցան Զիվիցերիային երդասարդ մի եկած էր, աստվածապանությունը ուսանած էր, քրդերեն լեզուն սորված յուրացուցած էր, որ դեսիլ կուներ աստվածաշունչը քրդերենի թարգմանել։ Այս երդասարդը եկա մեր եղբայրներուն հետ նստեցավ եւ մեր եղբայրները ապշահար այս Զիվիցերիային փերանեն գախվեցան, որովհետեւ իրենց մե լավ քրդերեն գխոսեր։ Հիմա միտքը ինչ է, որբեսի ավետարանը այս ժողովուրդի մեջ դարածվի ամենտեղ արաբերեն չես կրնար խոսիլ, որտեղ ինքը քուրդ է։ Հալեվեն 90 կիլոմետր ռադիո կացի, բոլորը բանեն քուրդ են, մենք հայրսոն ալ փուրաբան եղած էր, վեճ անդրադարձանք որ այդ մեկը տիպված չէր, իրենց արաբերեն խոսեցանք, քրդերեն պատասխանեցին։ Կդրվեցավ հաղորդակցությունը։ Եվ ոն դիգին մգար, որ Աստծո խոսքին ծարավ ուներ երկրորդ անգամվա այցելության հետս բադիա եւ դիգին դարի, որ ցեզ մե ոմանք հոստեսան։ Ասի օքեյ, ես հիմա արաբերեն գխոսիմ դուք քրդերենի կթարգմանեք, մինչև որ գինը լսեց եւ ապաշխարեց Փառք Աստծո։ Ուրեմն հայ սուբկրոց վարդապետներուն նպատակը ինչ էր, որ խոսքը ամբողջ Հայաստան աշխարհը պետք էր որ հասներ, հոգին աներ։ Դեսեք, սիրելիներ, ճշմարիտ քրիստոնեությունը Քրիստոսի խոսքերուն գիտությունը ունենալը չէ։ Այն Քրիստոսը կյանքով ապրիլն է։ Այսօր մենք ուկանք 21-րդ դար եւ գուզենք ճանչնալ թարգմանչած հոգին։ Այսօր հայությունը մեծամասնությամբ ավետարանական ճշմարտություններու մասին որոշ դեղեցություն ունի։ Խնդիր չունի Սուրբ Քիրքին հետ, եթե գսենք Հիսուս Աստուծո որդի է, այո գսե, եթե գսենք Հիսուս խաչվեցավ գսե, այո։ Երբեք եկեղեցի չկացող Սուրբ Քիրքը մեկ անգամ ցերկը չփռնող երդասարտի մը եթե հարցնենք, որ հայրմերը գիտես, գսե գիտեմ։ Ճշմարիտ քրիստոնեությունը սիրելիներ, քրիստոնեական գիտություն ունենալ չէ։ Այլ քրիստոնեական կյանքը ապրիլն է։ Ես այսօր ցեզի փոխանցելիք պատկամ ունիմ, որ մեկ նախատասություն է։ Ինձ լավ մտիգրեք։ Սիրելիներ, մեր կյանքերը Քրիստոսի կյանքին թարգմանը ըլլալու է։ Այս է պատկամս այսօր։ Թարգմանչած հոգին մեր մեջ կենթանի ըլլալու է, որ երբ մարդիկ մեր կյանքերը տեսնեն, հոն իրենք հանդիպած ըլլան Քրիստոսի։ Այս ձևով մենք սիրելիներ թարգմանչած հոգին վարբահաց կլանք։ Մարդիկ մեր մեջ Հիսուս Քրիստոսը գտեսնեն, գրնա ըլլալ մեր լավ գիտության հիանան, բայց չլատ է մեր քայթաղեցուցիչ գործերով ապշին։ Դարիներ առաջ լավ քարոզիչ մի եկած էր Հալեբ։ Եվ մենք եղբայրը ունենք, որուն հայրը դարիներու հումուտ հավատացյալ հիմա 90 տարեկան է եւ իր դղան աստվածապանություն ուսանեցավ, գղերական եղավ, հայտնի քարոզիչ եղբոր, հայտնի աստվածապանություն ունեցող քարոզիչ դղան։ Եվ որ եկած էր քարոզիչը եւ շատ հիանալի գերբով գքարոզեր, վեճը դուրս ելանք ասավ եղբայր Հակոբ, խնդիրը լավ քարոզ տալ չէ, լավ գիտություն ունենալ չէ, այլևս ասավ չենք ուզեր հիացում պատճառող քարոզներ լսել, այլ գուզենք օրինակ պատճառող կյանքեր տեսնել։ Մենք քրիստոնյաներս, հոգևորներս որքան աշխատանք կտապենք, որ մեր հոգևոր գիտությունը ավելնա,
պետք է որ մեր հոգևոր կյանքը խորանա եւ մոտենա Հիսուս Քրիստոսի։ Եվ Քրիստոսի հանդեպ մեր ունեցած սիրո, հավատքին, հարկանքին թարգմանը մեր խոսքը չէ, մեր կյանքն է։ Եթե մենք իրապես Հիսուս Քրիստոսը սիրողներ ենք, մենք պետք է Հիսուս Քրիստոսը բադվենք եւ սիրենք, ոչ թե լոկ մեր գիտությամբ, այլ մեր կյանքով։ Հիսուսը ասավ իր շուրջ եղողներուն, այն խոսքերը, որոնք ես ցեզի կխոսեմ, հոգի ու կյանք են։ Տեսեք սիրեներ, Քրիստոսի խոսքերը եւ կյանքը ու սերը գիտութենե կերազանց է։ Քրիստոսի խոսքերը նյութական ամեն դարե շատ բարձր է։ Քրիստոսի խոսքերը կյանքի աղբյուր են, որում մենք թարգմանը ըլլալու ենք։ Անոր համար Հովանես Արաքյալ գսե աշխարհը սալգանցնի եւ անոր ցանկությունն ալ, բայց ան որ Աստուծո խոսքը գբահե հավիտյան գմնա։ Ան որ Աստուծո խոսքը գբահե հավիտյան գմնա։ Փորձենք մեկնել, այսինքն Աստուծո խոսքին գիրարգումը, Աստուծո խոսքին հանդեպ մեր ունեցած հնազանդությունը հավիտենականության մեջ դեղ պիտի ունենա, բաժին պիտի ունենա, բայց մեր մնացյալ բոլոր աշխատանքները հավիտենականության մեջ բաժին չունի։ Եթե սուբկիրքը չես կատարել, որովհետև չափազանց մակրասեր ես, դերու օրհն է մակրասեր եղեք, բայց հավիտենականության մեջ մակրասիրությունը շատ բան պիտի չի անե։ Եթե դու մակրասիրության պատճառով Աստծո խոսքին ընթերցանությունը եւ սերդողությունը զանց կառնես։ Որ մղազար եղբայրս ապցեր այդ միջիգով կիվտեն շատ համեղ է, բայց սա շատ խոհանոց է ժամանակ մանցնեք։ Ես քույրերուն գխոսի նաև խոսքս եղբայրներուն է։ Մենք պետք է որ աշխատենք, մենք պետք է որ զոհվենք, բայց առաջ Աստծո խոսքին ժամանակ պետք է տանք, որովհետև անիգա հավիտենականության մեջ կմնա։ Աստվածաշունչի գիտությունը լոկ քրական կամ գրոնական գիտություն չէ, որ դու ազատ ես ընտրելու կամ մերժելու։ Մենք գիտության մասին չէ որ գխոսենք։ Դերը գսե ահա քո արջևդ կտնեմ կյանքը եւ անեծքը, ուստի կյանքը ընտրե, որբեսի ապրիս Աստուծո խոսքին հնազանդելով դու կյանքը ընտրած կլաս։ Քրիստոսի խոսքերը եւ բարդվերները բարդատրանք չէ։ Հիսուս չի ստիպեր։ Ոչ ամենք ստիպելու արդոնություն ունենք, բայց դու անոր պատասխանատուն ես։ Հիսուսի խոսքերուն արջև դու պատասխանատու ես։ Հիսուս հրյաներուն ասավ, դուք չեք ուզեր ինձի գալ, որ կյանք ունենաք։ Հետևաբար ձեր մեղքերուն մեջ կմնաք։ Պատասխանատվություն է։ Քրիստոսի խոսքերուն լոկ գիտությամբ դու իրեն ընդունելի չես կրնարըլալ։ Ոմանք Աստուծո խոսքի մասին դեղեցություն ունին։ Եվ Հիսուս ասա, ոչ թե ամեն ով որ ինձի դեր գսե Աստուծո տակավորությունը պիտի մտնե։ Շատեր Հիսուսին դեր ըսին եւ այսօր ալ գսեն։ Հիսուսը անոնք ամեն Աստծո տակավորությունը պիտի չի մտնեն, հապա այն ամենը, որոնք իմ գամքս կգադարեն։ Քրիստոսի խոսքերուն չհավատալով դու չեզոք կողմը չես կրնարըլալ։ Այսօր Սուրյան բادرած գամրի։ Եվ գա մենց խամը որ գուզե ասել մենք չեզոք ենք։ Ոչ աշնենք, ոչ ծախնենք, համացայնեցեք, լուծեցեք ձեր խնդիրները, եւ թող երկրին խաղաղություն գա, ես երտամ իմ առօրյա կյանքս ապրիմ։ Մենք չենք կրնա Քրիստոսի խոսքերուն առջև չեզոք ըլլալ։ Ոչ կհավատամ, ոչ չեմ հավատար, ոչ կհագարագին, ոչ չեմ հագարագիր։ Այդպես չէ։ Սիրելիներ, մենք Քրիստոսի խոսքերուն դիմաց ընդրության առջև չենք։ Մեզի չէ դրված որ մենք ընդրենք, որովհետև մենք բոլորս թադաբարդության տակ ենք, բայց հավատալով գփրկվիս Աստուծո թադաբարդութենեն։ Հիսուսը ասավ, այն որ որդվին կհավատա, հավիտենական կյանք ունի։ Եվ այն որ որդվին չհավատար, անիկը արդեն թադաբարդված է։ Ուրեմն մենք ընդրության առջև չենք, այլ հնազանդության առջև ենք։ Անցյալին մեր հայրերը հավատացին եւ հնազանդեցան Աստուծո խոսքին եւ իրենց կյանքերով Քրիստոսը ծոլացուցին եւ Աստուծո խոսքը ու Քրիստոսի կյանքը սիրելիներ մեզի գդագեցին։ Ժառանգություն մնե, որ մեր վիզին հոգեվոր բարդն է։ Եվ այսօր գարկը մերն է, որ մենք ալ մեր շրջաբադի մեջ
Քրիստոսը ապրենք եւ զայն ավանտենք քալիք սերունդներուն։ Եվ վերջին երկու նախատասությունով գամփոխչացնեմ։ Սիրելիներ, թող ձեր կյանքերը ըլլան խոսուն ավետարանը։ Թող մարդիկ ավետարանին ծանոթանան քու օրինագելի կյանքովդ եւ վարմունքովդ։ Թող քու կյանքդ պատմե քու բրճիտ հանդեպ ունեցած սերդ։ Օրհնյալը լակ։ Տերը ձեզ օրհնե եւ իմ այսօրվան աղոթքը եւ մաղթանքն է, որ ձեր կյանքերը ավետարանին թարգմանը ըլլան։ Դուք գարտացված ավետարանը լույսը ըլլակ ձեր շուրջիներուն։ Ամեն։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Հալելույա։ Ամեն բանի առաջ եղբայրս եւ քույրս Աստուծո փառք դուր, որ Տերը մեզի իր խոսքը շնորհած է։ Աստուծո փառք տանք սիրելիներ, որ մենք իր խոսքը գգարտանք եւ գործածենք մեր մայրենի լեզվով։ Այսօր Աստուծո փառք դուր ասպատեհության եւ գարելիության համար, որ Տերը մեզ իր անձին եւ իր խոսքին մոտ բերավ։ Այսօր Աստուծո խոսքը քեզ կաչալերեց, այսօր Աստուծո խոսքը քեզի հուսատրեց, այսօր Աստուծո խոսքը քու ագանչից զանգակ մներ, գոչնակ մներ, որ գհնչվեր, որ մենք սիրելիներ նվիրվենք Աստուծո խոսքին։ Որովհետև Աստուծո խոսքը բահողը հավիտյան պիտի մնա։ Մինչ մենք աղոթքի մեջ ենք, պիտի խնդրեմ, որ Շուշիկ քույր Ադուրյանը կա եւ մեր բոլորին անունով աղոթք բարձրացնե, որ մենք ճշմարտապես Աստուծո խոսքին աշակերտները եւ թարգմանները Բարավորյալ Սուրբ Հայր, շնորհակալ ենք Հայր այս օրվան համար, այս բադեհ առիթին համար։ Շնորհակալ ենք Հայր, որ մեր ժողովրդի մեջ գործած ես։ Շնորհակալ ենք Հայր, որ Աստվածաշունչ մատյան մեր ցերկերու մեջ ունենք, մեր լեզվով, մեր ջանցած լեզվով։ Հայր, այս մեկը մեծ առանձնաշնորհում է Հայր։ Շնորհակալ ենք ով Տեր, որ մեզ գպատվես, որ մեզ գարժևորես, որ մեր անձերուն վրա գաշխատիս։ Շնորհակալ ենք, որ դու մեր ուղեցույցն ես։ Փառքը բադիվը միան քեզի գվայել է Հայր։ Շնորհակալ ենք, որ մեր կյանքերու մեջ դու քո ես, դու գաշխատիս, դու ներկա ես։ Ինչպես անցյալի մեր նախահայրերուն կյանքերու մեջ աշխատեցար, անոնց մեջ այդ մղից ուժը Սուրբ Հոգին թրիր եւ անոնք կորձեցին։ Այս օրերու մեջ կխնդրենք Հայր, շնորհ կրե որ մենք ըլլանք այն սերունդը, որ գարնանք լավագույն կերպով բահել մեր նախահայրերուն աշխատանքը, միշտ բարձր բահենք անոնց աշխատանքը, անոնց թարգմանությունը, Հայր Աստված, մեր մեջ են վերցուր հաջիս անդարբերությունը, մեր լեզվի նկատմամբ, Աստվածաշունչի նկատմամբ։ Այո Տեր, հիմա ով Տեր շատ կա, մեր դուներեններս, մեր ցերկերու մեջ կարող ենք ով Տեր զանազան սուրբ գիրքեր ունենալ։ Հայր Աստված շնորհ կրե, որ արժեքը գիտնանք եւ գարենանք գարթալով, ջանցնալով ըսկես գարենանք աստվածավայել կյանքեր ունենալ։ Թող որ ով Տեր մեր կյանքերը, թող որ թարգմանը ըլլա ով Տեր քո սուրբ փորձիդ։ Հայր Աստված, թող որ ըլլանք ամեն մեկս մեգական փարոսմը, թող որ մարդիկ տեսնեն մեզ եւ քեզ փառավորեն։ Հայր շնորհակալ ենք, որ քո լույսդ ունենք, Տեր Հիսուս, գաղաչենք, որ որը մեկ ադեն արիտ չդանք, որ չարը քալով այդ լույսը մարե, որ մեր մեջը գտնվի։ Հայր Աստված, այս ժողովուրդս քո ցերկդ կբերեմ քո թևերուդ մեջ արզիրենք,
Թուն զանոնք չարեն բահես պաշտպանես։ Շնորհես Հայր, յուրաքանչյուրին աչքերը թող որ քեզի նայի, թող որ քսուր կորձիտ նայի։ Թուն ով դեր կորձող Աստված ես եւ թուն կշարունակես կորձել մեր կյանքերեն ներս։ Դուր այդ աչքերը տեսնեն քսուր կորձունեությունդ։ Փառքը բադիվ քեզի գվայել է շնորհակալ ենք որ քեզ ունենք, շնորհակալ ենք որ դու մեր Աստվածն ես, դու մեր Տերն ես։ Եգուր ով դեր եղբայր Սագոփթուն օրն է, վերեն օձե, շնորհե ով դեր իր գարիկները ամփոփչությամբ թուն հոգա, եւ թող որ ով դեր ինքը եւ մնացյալ մեր եղբայրները քույրերը, որոնք ով դեր ջկնաժան ամեն աշխատանք կթափեն գճտնին որբեսի այս շողովարանին աշխատանքը բարձր բահե բոլորին ով դեր զորացուր Սուրբ Հոգիով ըտլեցուր եւ թող որ ով դեր Հալիբահարչյան կյանքի մեջ փարոս մլա շողովարանը Փառքը բադիվը միան քեզի գվայել է երեք այսօր եւ հավիտյան դու ես մեր միակ դերն ու փրկիչ ամեն